Բարև ձեզ, Եվրոմեդիա 24-ի տաղավարում այսօր ես զրուցելու եմ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջունիկ Աղաջանյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Աղաջանյան։ Բարև ձեզ։ Տիկին Աղաջանյան, Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնեցրել են այսպես կոչված խաղաղության համաձայնագրի տեքստը եւ այսօր Նիկոլ Փաշինյանը դիմելով Իլհամ Ալիևին խոսում էր ստորագրման մասին, որպեսզի խորհրդակցություններ սկսեն եւ դիմում էր Facebook-յան իր էջով, այսինքն գրառում էր կատարել։ Նախ ուզում եմ հարցնել դիվանագիտության մեջ երկու պետությունների ղեկավարները հաճախ է որ շփվում են Facebook-յան ստատուսների օգնությամբ։ Սկսեմ երևի այդ ձեր նշած խաղաղության համաձայնագրի համաձայնեցումից, մի քիչ բան է ստացվում, հետո իրենք պայմանագիրը արդեն համաձայնագիր դարձրեցին կարգավիճակը իջեցնելով, բայց նաև ճշգրտում անեմ, որ ոչ թե փոխադարձաբար համաձայնեցրել են, այլ ուղղակի հայկական կողմը համաձայնել է ադրբեջանական պահանջներին։ Այսինքն գնացել է հերթական զիջումներին։ Ինչ վերաբերում է Facebook-յան գրառումներին եւ ընդհանրապես Facebook-ով կառավարելուն, դա նորամուծություն էր, որ այս իշխանությունները ոչ միայն բերեցին եւ կարծեմ հենց այդ Facebook-ի միջոցով էլ հենց զանգվածային աջակցությունը ստացան, որով էլ եկան իշխանության նաեւ, բայց եւ կառավարման համար նրանք օգտագործում են հիմնականում այդ գործիքը զանց առնելով բոլոր պետական այն կանոնակարգերը, որոնք գոյություն ունեն։ Չմոռանանք, որ այդ ձեր նշած անձնավորությունը բազմիցս նշել է, որ նա ուղիղ կապ ունի Ադրբեջանի նախագահի հետ եւ կարող է ուղղակի հեռախոսը վերցնել եւ զանգահարել նմանատիպ հանրային հայտարարություններ անելու համար։ Բայց հասկանանք, թե ինչ ենթատեքստում է սա տեղի ունենում։ Ակնհայտորեն անգամ Ադրբեջանի համար անակնկալ էր հայկական կողմից ուղղակի համաձայնելը, քանի որ ենթադրաբար սա արվել է այս իշխանության ղեկին նստած անձի եւ նրա ղեկավարած խմբակի վարկանիշի ուղղակի գետնատարած լինելու հանգամանքի գիտակցման արդյունքում, ինչը իր խիստ բացասական հետևանքներն է թողելու առաջիկա ընտրություններին, դրանով դուր բացելու նաև մնացած տեղերում արդեն իրենց կուռ թվացող թիմի կազմաքանդման համար, այսինքն բացահայտվելու են այն ճեղքերը եւ այն անհամաձայնությունները, որոնք գոյություն ունեն, եւ ավելին ակնհայտ է դառնալու, որ այս իշխանության ղեկին նստած անձնավորությունը ինքը չի կառավարում այլևս, անգամ այդ կոմպրոմատային եւ տարբեր լծակներով չի կարողանում վերահսկել իր խմբակին եւ արդեն կգնա տարալուծման գործընթացը։ Հիմա դա թույլ չտալու համար, այսինքն շարունակելու ինչ որ մի կերպ վերահսկողությունը ապահովելու, որը հետո կերաշխավորի այդ տխրահռչակ փաստաթղթի վավերացումը, ենթադրաբար եթե ինչ որ մի ժամանակ ինչ որ մի բան ստորագրվի ազգային ժողովում իր թիմակիցների կողմից եւ իր կողմից պարտադրանքի միջոցով նրանց ստիպել է, որպեսզի նրանք գնան փաստացիորեն Հայաստանի համար կործանարար այս փաստաթղթի եւ Արցախի պատմության մեջ առաջին անգամ իրավականորեն որևէ կերպ Ադրբեջանի կազմում ամրագրող այս փաստաթղթի վավերացման մեղսակցության գործին եւ այս առումով բնականաբար խնդիրներ են առաջանում եւ իրենք շտապեցին որպես քարոզչական գործիք օգտագործելու նպատակով համաձայնել այդ դրույթներին, որոնք խիստ վտանգավոր են Հայաստանի համար, հույս ունենալու, որ այդ ստորագրման արարողությունը կհետևի եւ դա կկարողանան օգտագործել թե Գյումրիը Ալիևը։ Ոչ, եւ դա պայմանավորված չէ նրանով, որ նա չէր ուզենա ստորագրել։ Եթե մենք դատել ունենք Ադրբեջանի ցանկություններից, ապա նրանք վաղուց ինչ-որ մի փաստաթուղթ ստորագրած կլինեին, բայց այդ ստորագրության հետ արկախված գործոններ կան, որոնք Ադրբեջանին թույլ չեն տալիս գնալ նման քայլի, եւ այդ արկախված գործոններից ամենաէականը Իրանի դեմ որպես հյուսիսային ճակատ գործելու պայմանավորվածություն եւ հանձնառությունն է, որից Ալիևը արդեն 25 թիվն է, երրորդ տարին է փորձում է խուսափել։ Եվ այդ խուսափելու դրսևորումը առաջի անգամ եղավ 22 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում համաձայնելուց հետո, եւ Ադրբեջանը արդեն սկսեց այդ գործիքը օգտագործել հայկական կողմից հերթական զիջումներ կորզելու, դա այդ հերթական համաձայնությունը տալու դիմաց
արևմտյան ուժերից պարտադրանքի միջոցով այս իշխանություններից այդ զիջումների հերթական դրվագները արձանագրելու եւ դրանից հետո հերթական պահանջը ներկայացնելու, բայց եթե մենք նայենք տրամաբանությանը, ապա պահանջները աստիճանաբար գալիս են այնպիսի բնույթի, որոնք իրենք մեկ հրամանով կամ մեկ կարգով կամ մեկ որոշումով լուծվելիք չեն եւ պատահական չէ որ այդ սահմանադրության փոփոխության պահանջը դրվեց պատահական չէր որ միջազգային դատարաններից հայցերի հետ քաշման պահանջը դրվեց որտեղ շատ լավ հասկանում են որ դրանք մեկօրյա որոշման արդյունք չեն եւ դրանք իրենցից ենթադրում են ժամանակային առումով երկարատև process որը հետաձգելու է ցանկացած պայմանագրի ստորագրում, որին անմիջապես պիտի հաջորդի Ադրբեջանի կողմից Իրանի դեմ հանձնառությունների կատարման պահանջի ներկայացում արևմտյան թելադրողներից։ Բայց այսօրվա աշխարհաքաղաքական վիճակում, երբ ակնհայտ է դարձել, որ արևմտյան բևեռը այլևս ոչ այն քաղաքական կշիռն ունի, ոչ այն ռազմական ներուժն ունի, որը ուներ մինչև 22 թվականի ռուս-ուկրաինական հակամարտությունը առավել եւս երբ որ Միացյալ Նահանգները Ռուսաստան որոշակի մերձեցման եւ նորովի հարաբերությունների կառուցման գործընթաց է գնում բնականաբար ոչ Ադրբեջանը ոչ Թուրքիան ցանկություն չունեն կատարելու մի հանձնառություն, որը երաշխավորված արդյունք իրենց չի ապահովելու եւ հակառակը վտանգելու է թե իրենց իշխանությունների եւ թե իրենց պետության ամբողջականությունը եւ այս առումով նրանք նաեւ ոչ միայն հայկական կողմին են փաստացիորեն տարբեր պահանջ ներկայացնելով շանտաժը գործիք որպես օգտագործում, այլև օգտագործում են արևմտյան կողմին եւ նաեւ Միացյալ Նահանգներին կոնկրետ Ադրբեջանի կողմից նա հարց է դրել 907 վերապահման վերացման առումով, իսկ թուրքական կողմը փորձում է սանկցիաների վերացման հասնել եւ վերատեղավորվել F-35-ի պայմանավորվածությունների շրջանակներում։ Գիտեք, որ այդ նախապայմաններից մեկը միջազգային իրավական ատյաններից Հայաստանի Հանրապետության հայցերի հետ կանչումն է, Ադրբեջանը եւս ըստ ԿՊԻ ներկայացուցիչների հետ կկանչի իր հայցերը, ձեր կարծիքով սա զիջում է Հայաստանի կողմից, թե փոխզիջումը, որտեղ ԿՊԱ-ականները վստահեցնում են, որ այս պայմանագիրը ամբողջությամբ երկուստեք փոխզիջումների վրա է հիմնված։ Դա կեղծիք է, դա զիջում է հայկական կողմից, որտեղ Ադրբեջանի կողմից այսպես հռչակված հայցերը, դրանք շինծու հայցեր են եւ դրանք որևէ իրավական հիմք չունեն, առավել եւս, եթե հակընդդեմ գործողություններ են իրականացնում ներկայացնելու Արցախի հանրապետության դեմ ագրեսիվ գործողությունները, Արցախահայերի հանդեպ ցեղասպանական գործողությունները եւ անգամ 44-օրյա պատերազմի ժամանակ պատերազմական հանցագործություններ իրականացում Ադրբեջանի կողմից եւ ավելին այդ ադրբեջանական կողմից հորդորջված հայցերի առումով ներկայացում է, որ նրանք ոտնահարել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը ամրագրված է միջազգային դաշնագրերով, մարդու իրավունքների դաշնագրերով եւ որոնցում պարտավորություն կա անգամ ենթադրենք, եթե Ադրբեջանը որպես մայր պետություն հանդես գար, նա պիտի օժանդակեր այդ ինքնորոշման իրավունքի իրացմանը, ինչին հակառակ է գործել նա իր այսպես ասած պատմության մեջ առաջին անգամ որպես անկախ պետություն հայտնվելու օրվանից եւ դրանից առաջ էլ եւ այս պարագայում այդ իր ներկայացված հայցերը ուղղակի ջախջախվում են եւ հոդս են ցնդում իսկ դրան հակընդդեմ հայկական կողմի հայցերը ամբողջովին միջազգային իրավունքի եւ Ադրբեջանի կողմից փաստական հանցագործությունների հիման վրա է եւ դրա արդեն իսկ հայկական կողմի համար դրական լուծումների առումով մենք ունենք նախադեպային որոշումներ, որոնք ցույց են տալիս, որ վերջնական որոշումն էլ բնականաբար բխելով միջազգային իրավունքի նորմերից պիտի ապահովի այդ ուրեմն հայցերի բավարարումը։ Այստեղ հասկանանք, որ Ադրբեջանը միշտ գործել է այդ սկզբունքով, հա, հայկական արդարացված եւ հիմնավոր հայցերի դիմաց փորձ է արել հակընդդեմ ինչ որ շինծու մի բան ներկայացնել, հույս ունենալով, որ քննարկող ատյանները կարող են դա ինչ որ բալանսավորված կերպով
քննել եւ ներկայացնել։ Մենք տեսանք Չիրավգովի գործով նույն պատմությունը Մարդու իրավունքների դատարանում, Եվրոպական դատարանում եւ հայկական կողմի հայցերին հակընդդեմ նրանք Չիրավգովի գործը ներկայացրեցին եւ փորձեցին դրանով ինչ-որ տեղ բալանսավորել եւ քաղաքական դիվիդենդներ քաղել։ Այստեղ իրենք չեն կարող խոշտանգումների կոնվենցիայի առումով ել ավելին հայկական կողմը կարող է միջազգային քրեական դատարան հայցեր ներկայացնել, որը ցավոք այս իշխանությունները չեն իրականացնում չնայած իրենց շեփորահարած նպատակներին հանուն որի միացան եւ այս պարագայում Ադրբեջանը միայն պարտվելու է այդ դատերում եւ նա փորձում է արբիտրաժային դատարանում ինչ որ հայցեր ներկայացնելու հիման վրա փորձել մեր հանրության համար հակակշռել եւ դրանով արդարացնել այդ պահանջի ներկայացումը, բայց Ադրբեջանը եթե իմանար որ նա կարող է հաղթել այդ դատերով, նա երբեք չէր գնա նման պահանջի ներկայացման։ Եվս մեկ պահանջ կա Տիկին Աղաջանյան, որը պայմանագրում իհարկե տեղ չի գտել, բայց Ադրբեջանի կողմից հնչեցվել է, դա Ադրբեջանում հարուցված քրեական գործերով անցնող հայերի, որոնց թվում են նախկին նախագահները եւ ռազմական էլիտան, արտահանձնումն է Ադրբեջանին։ Ձեր կարծիքով սա պահանջ է, որպեսզի Հայաստանը չհամաձայնվի եւ չստորագրվի խաղաղության պայմանագիրը, թե իրոք ադրբեջանցիները հույս ունեն, որ Հայաստանի իշխանությունները կբավարարեն այդ պահանջը։ Ուրեմն այս պահանջը նպատակ ունի վաղ սերմանելու եւ ինչ որ միտեղ պարտադրելու հայկական հանրությանը այդ վախի սարսափի մթնոլորտում շարունակաբար մնալու ես ուղղակի մեր հանրությանը զգուշացնեմ որ սա շինծու պահանջ է քանի որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իր քաղաքացիներին իրավունք չունի որևէ մեկին արտահանձնելու առաջինը եւ որևէ իշխանություն եթե նման քայլի գնաց նա արդեն պիտի կանգնի քրեական դատարանի առաջ այսինքն դա քրեական հանցագործություն է չեմ ասում պետական մակարդակով եւ պատահական չի որ այս իշխանությունները փորձում են տեղում ինչ-որ դատական գործեր անել դրանով ենթադրելի մեղմացում իրականացնել ադրբեջանական պահանջներից ինչը եւս ծիծաղելի է քանի որ տվյալ պարագայում մեր զինվորականությունը եւ ել ավելի արցախահայությունը գործել է բացարձակապես իր իրավունքների շրջանակներում ապահովելով ինքնապաշտպանության իր անքակտելի իրավունքը, իսկ անքակտելի իրավունքների առումով Ադրբեջանը որևէ պահանջ ներկայացնելու իրավասություն չունի եւ հիմնավորում չունի։ Հիմա սա ընդհանրապես, ինչպես նշեցի, այդ վախի ստորացման, նվաստացման, երևույթը պահելու եւ իր այսօրվա առումով հաշվի առնելով մեր իշխանությունների ստորացված վիճակը, նրանց ընդհանրապես որևէ բանի տեղ չդնելու հանգամանքը Ադրբեջանը փորձում է դա որպես հոգեբանական գործիք օգտագործել առանց դրա համար հիմքեր ունենալու։ Մյուս կողմից նա փորձում է միջազգային հանրության շրջանում այսպես տպավորություն ստեղծել, որ ոչ թե եղել է սեփական իրավունքների պաշտպանության եւ ինքնորոշման իրավունքի իրացման հիման վրա գոյություն ունեցած հակամարտություն, այլ եղել է ինչ-որ մի ահաբեկչական շարժում խմբավորում, որը գործել է Ադրբեջանի օրենսդրությանը հակառակ, հետեւաբար նա իրավասու է որոշակիորեն ինչ-որ գործեր անել, որը միջազգային դատարաններում ճիշտ հայկական պահվածքի պարագայում ուղղակի փլուզվում է։ Պատահական չէ, որ Ադրբեջանը անցած մինչև այս իշխանությունների աթոռին հայտնվելը երբևէ միջազգային դատարան որևէ նման հայց չի ներկայացրել, քանի որ շատ լավ գիտեր, որ տապալվելու է։ Նման առաջին փորձը եղել է Կոսովոյի պարագայում միջազգային արդարադատության դատարանում քննվող գործի շրջանակներում, որի պարագայում մերժվել է եւ այնտեղ խնդիրը դրված էր արդյոք տարածքային ամբողջականության սկզբունքը գերակա է ինքնորոշման իրավունքի սկզբունքի վրա, ինչը նա փորձում էր հիմնավորել դրանով իր իրավասությունը Արցախի հանդեպ ամրագրելու համար, սակայն դատարանը հակընդդեմ, այսինքն հակառակ որոշում է կայացնել, հստակ նշելով, որ բացարձակապես չի կարող ինքնորոշման իրավունքը ստորադասվել տարածքային ամբողջականության սկզբունքին, ինչը այս իշխանությունը ձեռամբ փորձ է արվում ամրագրել հօգուտ Ադրբեջանի։ Օրերս ազգային ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանը հմեկի եթերում հետևյալ
հայտարարություն արեց, որ Հայաստանը Արցախահայերի վերադարձի հարցով կողմ չպետք է լինի, այսինքն այդ հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում չպետք է դրվի Ադրբեջանի հետ բանակցություններում։ Արդյոք սա ՔՊ-ի պաշտոնական տեսակետն է ըստ ձեզ եւ ինչ է սա նշանակում, հա, ինչու է իշխանությունը վախենում նույնիսկ Արցախահայերի վերադարձի հարց բարձրացնել։ Այո, դա քաղաքացիական պայմանագրի ղեկավարի եւ նրա թիմի դիրքորոշումն է եւ ոչ միայն դիրքորոշումն է, այլ նրանց հետեւողականորեն իրականացված քաղաքականության արդյունքը։ Եթե իրենք շահագրգիռ լինեին Արցախահայերի ինքնորոշման իրավունքի պաշտպանությանը եւ հետո Արցախահայերի իրավունքների ամրագրմանը, ապա մենք ոչ կտեսնեինք Արցախի հանդեպ պատերազմական գործողություններ, ոչ կտեսնեինք ընդհանրապես հայապատկան Արցախի ոչնչացում եւ ցեղասպանական գործողությունների իրականացում Արցախահայերի հանդեպ էթնիկ զտման միջոցով։ Այդ ամենին այս իշխանությունները ոչ միայն մասնակից են եղել, այլև այդ ծրագրերի առումով իրենց գործողություններով նվազագույնը օժանդակել են, ել չեմ ասում, որ այդ ծրագրերին մաս են կազմել։ Եվ պատահական չէ, որ մի իշխանություն, որը ինքը մաս է կազմել հայաթափման գործընթացին, բնականաբար չի կարող խոսել վերադարձի իրավունքի մասին։ Այսինքն այդ ապուրը եփած խումբը չի կարող այդ ապուրը կամ ապուրի թողած հետևանքները մաքրելուն ուղղված լինել եւ իրենք փաստացիորեն օգտագործել են խոսույթը իրավունքներ եւ անվտանգության ամրագրում զուտ փափուկ բարձ դնելով Արցախահայերի եւ իշխանությունների գլխի տակ, որպեսզի ժամանակային առումով իրենց ծրագիրը իրականացնեն եւ հասնեն դրան։ Դրա վկայությունն է նաեւ 44 օրյայից հետո, երբ այս իշխանության ներկայացուցիչները անմիջապես հայտարարեցին, որ իրենք հիմա խնդիր չունեն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր չունենալու, հա, հարաբերություններ կարգավորելու, իսկ Արցախի հայաթափումից հետո էլ իրենք այսպես երջանիկ կերպով հայտարարեցին, որ Թուրքիայի հետ սահմանը բացելու համար այլևս խոչընդոտ չկա։ Այսինքն մենք հասկանում ենք, որ այդ ամենը արվել է այս կեղծ խոստումների դիմաց, թե Ադրբեջանից, թե Թուրքիայից, հույս ունենալով, որ այն հանձնառությունները, որոնցով իրենք նստել են իշխանության ղեկին, իրենք ի վերջո կկարողանան կատարել։ Ակնկալել իրենցից որևէ հայանպաստ քաղաքականություն կամ քայլ, դա ուղղակի նշանակում է չհասկանալ իրադարձությունները, չհասկանալ իրենց դերակատարումը այն հանձնառությունների շրջանակներում, որոնցից իրենք ցավոք այսօր խուսափել չեն կարող, իրենք իրենց այդ հանձնառությունների կատարման արդյունքում դրել են թակարդի մեջ եւ մեզ ու մեր պետությունը, մեր ժողովուրդն էլ հետը տեղավորել այդ թակարդում։ Դրանից դուրս գալու միակ միջոցը նրանց որպես իշխանություն բացառելն է։ Նիկոլ Փաշինյանը Հայաստան հրավիրեց թուրք լրագրողների, ասուլիս տվեց, հետո նրանց տարան Մարգարայի տանցակետում տուր կազմակերպեցին, այսպես ասած։ Սա դիվանագիտական քայլ է, թե ինչ է սա։ Ինչու, օրինակ, ինչու իշխանությունների մտքով կարող է նման բան անցնել։ Ինչ ցույց տալու։ Գիտեք, սա թուրքական կողմին այսպես հերթականորեն տհաճ բառ չեմ ուզում ասել, բայց հերթականորեն այսպես մերձենալու ինչ որ մի ձգտում է ցույց տալու համար, որ մենք ամեն ինչ անում ենք այդ սահմանը ի վերջո բացեք եւ հարաբերություններ կարգավորեք, բայց դա չի լինելու։ Ես բացատրեցի, թե ինչի չի լինելու, որովհետեւ նույն Ադրբեջանը եւ Թուրքիան իրենք ունեն հանձնառություններ, որ իրենք այս պահին ցանկություն չուներ կատարելու եւ իրենք հույս ունեն, որ փոփոխվող աշխարհակաղակական վիճակի բերումով իրենք ուղղակի կձերբազատվեն այս հանձնառություններից։ Եվ բնականաբար այսօր, երբ որ նրանք գտնվում են իրենց ձգտումների գագաթնակետին եւ դեռ հույս ունեն, որ կարող են այդ պանթուրանական միջանցքը ձեռք գցել, իրենք բնականաբար չեն գնալու հարաբերությունների կարգավորման, որը իրենց ձեռքից կխլի այդ քաղցրաբլիթի, հա, գործոնը, որով անդադ մեր իշխանությունների քթի առաջ թափահարելով հերթական զիջումներն են կորզում։ Ես ուղղակի զգուշացնեմ այդ իշխանության սպասարկող թիմին,
որ հույս չդնեն, թե ինչ որ դրական զարգացումներ են լինելու, ուղղակի իրանք մեղսակից են դառնալու, ինչպես ասացի, հայոց պետականության ոչնչացման գործընթացին, որը այս իշխանությունները հետևողականորեն իրականացնում են իրենց յուրաքանչյուր քայլով եւ այն արդարացումները կամ հիմնավորումները, որ իշխանության ղեկին նստած անձը բերում է իր թիմակիցներին համոզելու, որ այդ քայլից հետո իրենք ի վերջո ստանալու են այդ երազական սահմանի բացումը եւ հարաբերությունների կարգավորումը Ադրբեջանի հետ, դա չի լինելու, որովհետեւ երկու պետությունների համար էլ երազային է այստեղ հայկական քաղաքական գործոնի ոչնչացումը եւ իրենց համար համատարած թուրանական դաշտի ստեղծումը։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, ես զրուցում եի արտակարգ եւ լիազոր դեսպան Զյունիք Աղաջանյանի հետ, կհանդիպենք։